Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Խաղաղության օրակարգ առանց նախապայմանների, ինչ են հայտարարել պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։ Սոցիալական խնդիրներ, անվտանգություն և հայ-թուրքական հարաբերություններ, ինչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը մեկ ժամանոց ճեպազրույցի ժամանակ։ ՀԱԿ-ի ցուցակը հաստատված է, ովքեր են առաջին 10 թեկնածուները։ Առաջին Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու։ Պատերազմ չի լինելու, ինչ է խոստանում Հայաստան դաշինքը ընտրություններից առաջ։ Իրան-ԱՄՆ լարվածությունը թեժանում է, Թեհրանը սպառնում է պատասխան քայլեր ձեռնարկել։ Լավրով-Ֆիդան բանակցություններ, ինչ են քննարկել արտգործնախարարները Անտալիայում։ Այսօր չնայած շաբաթ է, Հայաստանում աշխատանքային օր էր։ Պատճառն այն է, որ մայիսի 4-ը հայտարարվել է ոչ աշխատանքային, որովհետև այդ օրը Երևանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դե քանի որ աշխատանքային օր էր, ազգային ժողովում տեղի են ունեցել ավանդական ճեպազրույցները, որտեղ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները խոսել են թե խաղաղության գործընթացի, թե ներքաղաքական զարգացումների մասին։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության հասնելու համար նախապայմաններ չի դնում։ Նրա խոսքով գերիների վերադարձի և ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը հնարավոր է լուծել հենց խաղաղության գործընթացի շրջանակում։ Պատգամավոր Թաքուի Ղազարյանն էլ լրացնելով կուսակցին նշել է, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար առաջնահերթություն է։ Նախապայման դնելը ըստ էության փակուղի տանող ճանապարհը եւ խնդիրները չլուծելու մասին է։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, մենք բազմիցս ասել ենք դեռևս 2019 թվականից, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր սահմանադրություն եւ նոր սահմանադրության օրակարգը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգն է։ Այսքանը շնորհակալ եմ։ Ավելացնում Հայաստանի Հանրապետությունը ինչպես հայտարարել է, այդպես էլ շարունակում է նույն դիրքորոշումն ունենալ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ չի առաջ քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող, ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելն է մեզ պետք, այնպես էլ գերիների վերադարձը եւ Հայաստանի տարածքներից դուրս գալն է մեզ պետք եւ հետեւաբար մենք չենք կարող ասել մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանենք այն ինչ մենք ուզում ենք։ Հետևաբար խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն։ Եթե կլինեն կողմեր, երրորդ կողմեր, երկրորդ կողմեր, ովքեր կցանկանան ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է, հետևաբար հօգուտ Հայաստանի է ամեն ջանք գործադրել, որպեսզի օր առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դուք գիտեք, մենք դեռևս նույնիսկ վերջի երկու կետը չհամաձայնեցված 24 թվականից ասում ենք, որ կարող ենք նույնիսկ այդ պահին ստորագրել, հետո համաձայնեցնել շարունակություն եւ արդեն եւ Հայաստանի համար դա ամենաառաջնահերթ հարցն է խաղաղության օրակարգում ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը առանց որևէ նախապայմանի։ Իսկ պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցների ժամանակ քննադատել է հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը։ Նրա խոսքով գործընթացը բավարար թափանցիկ չէ եւ հաճախ հրապարակային հայտարարությունները չեն համապատասխանում իրական զարգացումներին։ Իրանք ինչ որ փորձում էին ներկայացնել, որ Ադրբեջանի եւ Իրանց միջև որևէ պայմանավորվածություն բացի այդ թղթերի վրա գրվածներից չկա, մի կողմ թողնենք թղթերի բովանդակությունը, երաշխիքները եւ այլն եւ այլն եւ այլն։ Փաստացի 2 օր առաջ, եթե չեմ սխալվում ձեր հարցն էր, 2 օր առաջ Ադրբեջանի ներկայացուցիչը ասել է, որ նախապայման է ստորագրման սահմանադրության փոփոխությունը։ Այդ թղթի մեջ սահմանադրության փոփոխության վերաբերյալ ոչ մի բառ չկա։ Ստացվեց, որ այդ թղթի մեջ ամեն ինչ չի գրած։ Իսկ որտեղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որևէ մեկը չի ասի, բայց մի հատ էլ նախապայման կար։ Ձեզ խաբել են, ձեզ չեն ասել։ Այս ակնհայտ բաները փաստացի ասում են Ադրբեջանի հետ ուրիշ պայմանավորվածություն չկա, քան թղթի վրա գրածները, ու 2 օր առաջ դրա խիստ հակադարձ բանն է ասվել։
Բայց ինչ պայմանավորվածություններ կան, որ մենք չգիտենք։ Այսօր նաև կառավարության նիստ է անցկացվել։ Օրակարգում ընդգրկված էր 61 հարց։ Նրանց թվում էին հանրակացարանային ֆոնդի սեփականաշնորհման բնակարանային եւ հիփոթեկային ծրագրերի, կրթական եւ մարզական նախագծերի, նաև պետական գույքի եւ միջազգային համաձայնագրերի հետ կապված հարցեր։ Նիստի մանրամասները առանց մեկնաբանության։ Պետության եւ հարկի նկատմամբ մեր վերաբերմունքը այս պատմական բանի հիշողության արտահայտությունն է։ Մենք չենք ֆիքսել, որ պետությունը, այս պետությունը այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է։ Այդ հարկը հավաքում, որ մենք ճանապարհ ունենանք, դպրոց ունենանք, մանկապարտեզ ունենանք, առողջության ապահովագրություն ունենանք, թոշակ ունենանք, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ունենանք, անվտանգություն ունենանք եւ այլն եւ այսպես շարունակ։ Ծայրահեղ կարևոր է նորից ու էլի նորից մարդկանց ասել, որ վճարվող հարկերից ստանում են մարդիկ այս ծառայությունը, այս դպրոցը, այս ճանապարհը։ Օրինակ տոմսերի ձեռքբերումը գործող աշխատակիցների վստահ եմ բոլորդ էլ այդ խնդրի հետ առնչվել եք։ Եթե առաջնորդվում ես նվազագույն գնով, երբեմն աշխատակիցը ստիպված է լինում շատ ավելի շուտ դուրս գա աշխատանքից գնա 3 կամ 2 բան փոխելով ավելի երկար սպասի եւ հետաբար մեծ հարց է պետության վրա ավելի ժանանստում մի քիչ ավելի հարմար եւ արագ բանով, բայց այդ բան ավելի թանկ գնով ձեռք բերել է ծառայությունը, տվյալ դեպքում ավիատոմսը, թե այլ գործոններ հաշվի առնելով այդ պահին ավելի շատ վճարել եւ Իսկ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը դարձյալ 1 ժամ զրուցել է լրագրողների հետ։ Ճեպազրույցում Փաշինյանը խոսել է թոշակառուների սոցիալական վիճակի, ներքաղաքական զարգացումների, հնարավոր պատերազմի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Վարչապետը պատասխանել է նաեւ գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ հարցերին։ Փաշինյանի ճեպազրույցին հետևել է իմ գործընկեր Սեդա Գյուրեղյանը։ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում գնդակահարվելու պատրաստակամություն հայտնեց։ Խոստովանությունը տեղի ունեցավ, երբ լրագրողը հետաքրքրվեց, երբ է ներկա իշխանությունը պատրաստվում հեռանալ ու կտրել այն մահերի շղթան ավտոշարասյունից մինչև բանակում խաղաղ պայմաններում զոհեր, որ իր հետ բերում է ներկա վարչակարգը։ Նախ Փաշինյանը հերթական անգամ հերքեց իր հնչեցրած վիրավորանքը։ Ես որևէ մեկին շունուշանգյալ չեմ ասել, ես մեջբերել եմ անդիմադիր քաղաքական ուժերի կողմից օգտագործվող բառապաշարը, ապա ասաց, պատրաստ է անգամ առանց ընտրությունների հեռանալ, եթե ժողովուրդը դա ցանկանա։ Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հլուկը կանգնեմ գնդակահարության պատի տակ։ Անդրադառնալով նույն ժողովրդի սոցիալական վիճակին նշեց, թոշակառուները միայն լեռնակայով չպետք է բավարարվեն, պետք է շատ ճանապարհորդեն, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Հիշեցրեց, շուտով Գյումրիից Ստամբուլ գնալու հնարավորություն էլ կունենան, բայց միաժամանակ առաջ քաշեց փաստը, իրենք դեռ այդ փուլին չեն հասել։ Մենք դեռ հենց նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք իհարկե համոզված եմ այդ խնդիրը նույնպես կլուծենք։ Իսկ ինչպես է լուծվելու հարցը եւ երբ է թոշակառուն նման հնարավորություններ ունենալու, Փաշինյանը չմանրամասնեց։ Փոխարենը կանխատեսումներ արեց գալիք գնաճի մասին, երբ հարց հնչեց Իրանի շուրջ կարգավիճակով պայմանավորված ապրանքների դեֆիցիտի հնարավոր ռիսկի վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճը ուրիշ խնդիր է, որովհետեւ եթե ծագման կետում այդ ապրանքի գինը աճում է, մենք չենք կարող կամ միջազգային շուկայում ապրանքի գինը աճում է, մեր հնարավորությունները ազդեցության սահմանափակել։ Փաշինյանը չմոռացավ խոսել նաև ընդդիմության մասին։ Լրագրողներին ասաց, որ ինքը չի վախենում Սամվել Կարապետյանից, այլ վախենում է Սամվել Կարապետյանի համար։ Վախենում եմ բոմժ դառնա։ Նախկինների մասին էլ հիշեց, երբ հարցնչեց, թե ինչու է ներկա իշխանությունը խնամի ծանոթ բարեկամներին աշխատանքի ընդունում։ Ձեր իսկ հետապնդման ենթարկվող Վարդան Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է։ Տարոն Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է։ Իմ մոտ էլ է հարց ծագում, թե ինչու։ Բայց որևէ բացատրություն չտվեց, ինչու են քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի ընկերները նշանակված տնօրենի պաշտոնում Երևանի տարբեր դպրոցներում։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել է նաև փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող Կոստանյանը հայտարարել է, որ քաղաքական եւ տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից։ Ի դեպ, Անտալիայի դիվանագիտական ֆորումին 2022 թվականից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը կարևորել է նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մարշալյանը Ստամբուլում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում պատրիարքը մտահոգություն է հայտնել նաև վերջին մեկ տարվա ընթացքում եկեղեցի իշխանություն հարաբերություններում առկա լարվածության վերաբերյալ, հույս հայտնելով, որ մոտ ապագայում կվերականգնվի հաշտությունն ու համերաշխությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։ Հիշեցնեմ, որ Ալեն Սիմոնյանը Ստամբուլ էր մեկնել մասնակցելու միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը։ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։ Շնորհակալություն։ Եվ իգործ։ Կուսակցության նախընտրական 6-րդ համագումարում 161 կողմ ձայնով հաստատվեց նաև կուսակցության նախընտրական 60 հոգանոց ցուցակը։ Թե ովքեր են ՀԱԿ պատգամավորների առաջին 10 թեկնածուները, լսենք։ Առաջին Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն։ Երկրորդ Արամ Մանուկյան, երրորդ Տաթև Զորյան, չորրորդ Սամվել Աբրահամյան, հինգերորդ Ավետիս Ավագյան, 6-րդ Եվա Ադամյան, 7-րդ Ալեքսան Հակոբյան, 8-րդ Արամ Բարեղամյան, 9 Լիլիկ Տարլամազյան, 10-րդ համար Մամիկոն Կանոյան։ Համագումարում Լևոն Զուրաբյանը ներկայացրել է կուսակցության հիմնական առաջնահերթությունները։ Նա նաև արձագանքել է իշխանության հայտարարություններին, նշելով, որ պատերազմի վերաբերյալ այն պնդումները, թե ընդդիմության իշխանության գալու դեպքում կարող է պատերազմ լինել, իրականությանը չեն համապատասխանում։ Զուրաբյանը նաև անդրադարձել է իշխանության կողմից ընդդիմության հասցեին հնչած կոշտ ձևակերպումներին, այդ թվում շուն ու շանգյալ արտահայտությանը։ Ասма բանա Այդ ով քվեարկի ինչ-որ մի քանի տենց ուժի ամնա տալիս, ասում ես չեմ հավատում, որ այդքան շուշանգյալ կա, որ այդ մարդկանց օգտին կարան քվեարկեն։ Գիտեք, եթե ինքը այդ արտահայտությունը օգտագործեր քաղաքական օպոնենտների նկատմամբ, ես դա կհամարեի ներելի։ Բայց երբ որ ինքը այդ արտահայտությունը օգտագործում է սեփական ժողովրդի բնորոշելու համար, ուստեղ կարևոր չի ինչ հատված է ժողովրդի, մեծ հատված է կամ փոքր հատված է, որ այդպես են մտածում։ Եթե ինքը ժողովրդի նկատմամբ օգտագործում է շուն շանգյալ այդ արտահայտությունը, դա բնորոշում է Նիկոլ Փաշինյանի ամբողջ բնութագիրը եւ պատկերը։ Դու շուն շանգյալը դու ես։ Այս ինձ իրավունք եմ հիմա վերապահում իրեն ասել սա։ Շուն շանգյալը դու ես, որը այդ շուն շանգյալը քո ամբողջ թիմն է, եւ մեղք է այս ժողովուրդը, որ ձեռն է անգել, այդ արկածախնդիր տգետ, ապաշնոր շուն շանգյալի ձեռը։ Զուրաբյանը նաև խոսել է սպասվող խորհրդարանական ընտրության գլխավոր հարցի մասին։ Իմ խորին համոզմամբ, եւ ես կարծում եմ շատերը ձեզանից կիսում են այդ տեսակետը, գլխավոր հարցը դա խաղաղության հաստատման հարցն է։ Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, անվտանգություն։ Եվ սա հասկանալով Հայաստանի ներկա իշխանությունները հայտարարել են խաղաղությունը
իրենց գլխավոր կարգախոսը։ Եվ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինքը Հայաստանին բերել է խաղաղություն։ Հիմա եկեք քննարկենք որն են այն փաստարկները, որով նա հիմնավորում է իր այս ասածը։ Իրականում Նիկոլ Փաշինյանը բերում է 4 փաստարկ։ Ուրեմն առաջի փաստարկին անդրադառնամ, որ 1.5 տարի չեն կրակում, ոչ ոք չի զոհվում եւ այլն։ Նախ 1.5 տարի չկրակելը երբեք չի կարող համարվել խաղաղության ապացույց։ Ավելին, իր 8 տարվա կառավարման ամբողջ ընթացքում, ասենք 6 տարվա ընթացքում մենք իրականում ունեցել ենք 10 բախում Ադրբեջանի հետ, ունեցել ենք 3 խոշորածավալ զինյալ հակամարտություն, կարելի ասել անգամ 3 պատերազմ, որի արդյունքները եւ հետևանքները բոլորը գիտենք ինչքան աղետալի են եղել մեզ համար։ Մենք կորցրել ենք Արցախը, ոչնչացվել են մեր, չգիտեմ, գյուղերը, մեր դպրոցները, եկեղեցիները եւ այլն, մենք կորցրել ենք նաեւ ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, մենք կորցրել ենք 5000 մարդկային կյանք։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը եւս այսօր հրավիրել է համագումար, որտեղ որոշվել է, որ կուսակցությունը ընտրությանը մասնակցում է միանձնյա։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մտնում են ընտրապայքարի մեջ եւ քարոզարշավը իրականացնելու են ոչ ավանդական ձևով։ Մենք չենք մտնելու այսպես կոչված ծրագրային անիմաստ արշավի մեջ։ Սա ծրագրային ընտրությունների մասին չի խոսակցությունը։ Այս ընտրություններում որոշվելու է Հայաստանը որպես հայկական պետություն մնալու է, թե չի մնալու։ Այսինքն այս ընտրությունները պետության բովանդակության մասին են։ Ոչ թե կոնկրետ վերծրած առանձին կենսաթոշակային տարիքի հասած մարդու թոշակի, այլ պետության բովանդակությունը պաշտպանում ենք, թե պետության բովանդակությունը գնում ենք կորցնելու ճանապարհով։ Սրա մասին այս ընտրությունները, եւ ահա նաեւ դա է պատճառը, որ մենք մտել ենք ընտրապայքարի մեջ, մենք անպայման մեր գաղափարները, մեր մոտեցումները մարդկանց ներկայացնելու ենք, հնարավորինս հանդիպումների եւ մեդիա տիրույթում մեր ակտիվությամբ եւ անելու ենք ոչ տրադիցիոն քարոզարշավ։ Քիչ առաջ Մարուկյանը հայտարարել է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը վարչապետի թեկնածու չունի։ Իսկ Հայաստան դաշինքի անդամները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Լոռու մարզում են։ Վանաձորում նրանք հանդիպել են քաղաքացիների հետ, պատասխանել նրանց ուզող հարցերին։ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում լինելու է նաև արցախցիների վերադարձի հարցը։ Երկրորդ նախագահը վստահեցրել է, որ պատերազմի վտանգ չկա, իսկ այդ մասին իշխանության հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես որպես մի մարդ, որը եղել է առաջի պաշտոնում երկու երկրներում եւ Ղարաբաղում եւ Հայաստանում բավական երկար ժամանակ կարող եմ միանշանակ ասել ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է այդ երկրի ստախոս տգետ խառնակիչ յուրաքանչյուր երկրի համար որովհետև նման առաջնորդի վնասը կրկնակի վնաս է։ Առաջինը քայքայում է երկիրը ներսից, քայքայում է պետական կառույցները, լարում է ժողովրդին մի զանգվածը մյուսի դեմ, բաժանում է սև ու սպիտակների եւ այլ, խառնում է ընդհանրապես ինստիտուցիոնալ կառավարումը երկրում։ Եվ երկրորդը նման կերպարի հետ ոչ ոք դրսում չեն ուզում համագործակցել։ Եվ նման կերպարը դառնում է գործիք այլ ուժերի ձեռքերում։ Ուրեմն վնասը կրկնակի վնաս է ներսում եւ դրսում։ Նոր ձերբակալություններ են եղել հիմա էլ մանկավարժական համալսարանում։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու մի շարք այլ աշխատակիցներ։
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության դրան օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը եւ մի շարք այլ աշխատակիցներ։ Արմլուրի տեղեկություններով ձերբակալությունը տեղի ունեցել ենթադրյալ կեղծիքի շրջանակում։ Ըստ տեղեկության մանկավարժականի պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացրել եւ աշխատավարձ է ստացել։ Նույն գործով բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լուպուտյանը։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։ Վերջինս նաեւ մանկավարժական համալսարանում 2018 թվականին հիմնադրված շախմատի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է։ Իրանը հայտարարում է, որ կարող է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն շարունակի ծովային շրջափակումը։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային չի հստակեցրել, թե ինչ միջոցների մասին է խոսքը, միայն ընդգծել է, որ ծովային շրջափակումը դիտարկվում է որպես հրադադարի խախտում։ Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Լիբանանում հաստատված հրադադարը, հույս հայտնելով, որ այն խստորեն կպահպանվի եւ կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Մոսկվային նաեւ դրական է գնահատել Լիբանանի եւ Իսրայելի միջև երկար տարիներ անց տեղի ունեցած ուղիղ շփումները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ կողմերը ընդգծել են Մոսկվայի եւ Անկարայի միջև կառուցողական համագործակցության շարունակման կարեւորությունը, հատկապես ճգնաժամային իրավիճակների կարգավորման եւ արդյունավետ լուծումների մշակման ուղղությամբ։ Քննարկման առանցքում եղել են նաև Պարսից ծոցի եւ Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իրանական կողմի հայտարարությունն այն մասին, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց է եւ պատրաստ լիարժեք անցման համար։ ԱՄՆ-ն սակայն կշարունակի Իրանի նավահանգիստների շրջափակումը չնայած Հորմուզի նեղուցի բացմանը։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, թե Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացումը։ Հայտարարությունից ժամեր անց Reuters-ը գրեց. ԱՄՆ-ն Իրանից ուրան կարչունահանի, ինչը հերքել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղային նաև հստակեցրել է, Հորմուզի նեղուցով նավարկությունը տեղի կունենա Իրանի սահմանած երթուղիներով։ Եթե Իրանն ու Լիբանանն էլ հաշտվեն, ապա կստացվի 10 պատերազմի վերջ եմ դրել, հայտարարել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ նրա խորհրդականները շփոթված են եղել Լիբանանում հրադադար հայտարարելու մասին Թրամփի հայտարարության տեքստից։ Թրամփը գրել էր, որ Իսրայելին արգելում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Ակցիոսի աղբյուրները հայտնել են, որ Նեթանյահուն անձամբ ցնցվել եւ անհանգստացել է, երբ իմացել է Թրամփի հայտարարության մասին։ Իսրայելը Սպիտակ տնից պարզաբանում է խնդրել նախագահ Թրամփի այս հայտարարության վերաբերյալ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։